Բարեգսարգելի հավաքաններ գործընկերներ, Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանը 2026 թվականի հուլիսի 9-ին արտահայտ նիստորակարգ հաստատելու մասին, ովքեր են գոհ, դեմ չկա, ձեռնպատ չկա, օրակարգը ընդգրկված է մեկ հարցով, առաջի հարց դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպությանը գեղի բնակավայրում բնակելի տների կառուցման ծրագրի հավանություն տալու մասին։ Զեկուցի Քրիստին Մարտիրոսյան, Ողջունում եմ բոլոր ներկաներին ու խնդրում եմ, որ հավանության արժանացնեք դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության Քաջարյանի համայնքին ուղղված գրության օֆերտան, որը վերաբերելու է գեղի համայնքում 10 բնակելի տներ կառուցելու բնակարանաշինական ծրագրին։ Նշեմ, որ նախորդ նիստում մի փոքրիկ ակնարկ եղավ, այսինքն դուք արդեն իսկ ծանոթ եք սրան, սակայն քանի որ նիստի օրն էին մուտք հագրել իրենց գրությունը, դրա համար օրակարգում ընդգրկել չէին կարող։ Նկատի ունենք, որ նաև այն հանգամանքը, որ դեպի առաջ Հայաստան բարեգործական հիմնադրամը դեռևս 2 տարի առաջ է նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկել, սակայն կապված հողատարածքի նպատակային նշանակության հետ մենք չենք կարողացել այդ հարցը մտցնել օրակարգը։ Ներկայումս նշված օրակարգային հարցը ունի մեկ հենակետային երկ, որտեղ որ դեպի առաջ Հայաստանը անպայման մեխը դնում են հանգամանքի վրա, որ նմանատիպ ծրագրի շահառուները բացառապես պետք է լինեն Արցախից բռնի տեղահանվածները։ Իդեպ ասեմ, որ համայնքի ղեկավարի եւ մի փոքր մենք մինչեւ օրակարգի հարցի ծրագրի հովանավորների հետ կապված փոքրիկ հանդիպման ժամանակ մենք կարողացանք նաև մի փոքր շեղել շահառուների ցանկը, քանի որ դա ի նպաստ համայնքի պետք է լինի, սակայն եթե մենք փորձենք միայն դիտարկել այն հանգամանքը, որ շահառուները պետք է լինեն բացառապես Արցախից բռնի տեղահանվածները, եկեք չմոռանանք նաև, որ 2024 թվականին մենք ունենք պետական ծրագիր, որտեղ որ արցախցիներին հնարավորություն էր տրվել կամ բնակարանային շինարարության բնակարաններ ձեռք բերելու իրավունք կամ պետության կողմից սերտիֆիկատներ, որոնք որ յուրաքանչյուրին ընտանիքի անդամներով տրվում էր մաքսիմում 5 միլիոն։ Այսինքն, եթե մենք փորձենք վիճակագրությունը փաստել, մենք 2024 թվականից մինչև 2026 եւ եթե մենք ավարտուն տեսքով փորձենք այդ ժամանակ շահառուներ փնտրել, հաստատ մենք չենք ունենա այն հանգամանքով պայմանավորված, որովհետև արդեն իսկ արցախցիները ունեցած կլինեն այդ հավաստագրերը եւ եթե փորձենք արցախցիներին տալ այդ հնարավորությունը ալտերնատիվ, կամ պետք է ընտրեն այս հնարավորությունը կամ պետական ծրագրով նախատեսված դրամաշնորհը։ Ինձ թվում է անմիտ կլինի, որ իմանանք, որ արցախցին կարող է ընտրել այս ծրագրով նախատեսված, իդեպ այս ծրագիրը միայն բացառապես տրվելու է արցախցիներին պայմանով, եթե նրանք պետք է բնակվեն 10 տարի անուն մեջ։ Եվ այս իրավունքը չի փոխանցվելու 10 տարվա ընթացքում, հսկվելու է համայնքապետարանի կողմից։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը դեպի առաջ Հայաստանը սնվում է Փարոս բարեգործական հիմնադրամից եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրենք արդեն ունեն նմանատիպ նախադեպեր այլ համայնքներում, իրենք ի սկզբանե մեզ առաջարկել են իրավունքի ձեռքբերում, այսինքն նախատեսվում էր առնվազն հողամասի ձեռքբերում, սակայն մեր բանակցությունները տարան նրան, որ մենք ունենք այսպիսի պատկեր, դեպի առաջ Հայաստանը համայնքապետարանի անունից կկառուցի տներ, բայց բացառապես մենք փոխըմբռնման հշագրով պետք է ամրագրենք իրենց առաջարկած պայմաններով ընտանիքներին տրամադրել, այսինքն շահառուները մենք բացառապես պետք է ընտրենք իրենց ասածով։ Շահառուների ընտրությունը նաև մենք դրել ենք խիստ կարիքավոր եւ գեղի համայնքում բնակվող ընտանիքներին, այսինքն տվյալ պարագայում, եթե մենք չգտնենք անհրաժեշտ քանակով Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ, որոնք որ մեր պայմաններով կարող են այնտեղ բնակվել, մենք արդեն կունենանք այլընտրանք նաև տվյալ համայնքում բնակվող եւ խիստ կարիքավոր ընտանիքների։
Սա է մեր այսօրվա օրակարգային հարցի ամբողջությունը։ Ակնկալում ենք ձեր հավանությունը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է։ Նաև նշենք, որ այդ ծրագրով համայնքը որևէ գույքի օտարում չի նախատեսում։ Այսինքն համայնքը մնում է նաև իր սեփականության տերը։ Բայց համայնքը միևնույն ժամանակ ընդունելով բարեգործական կազմակերպության առաջարկը, իր առաջարկով տրամադրում է շահառուներին։ Սա է ստեղծության ամբողջ հարցերից։ Շնորհակալություն։ Ովքեր են կողմ? Դեմ չկա, ձեռնպահ չկա։ Ինձ թվում է, եթե հարցեր չկան, շնորհակալություն։ Հաջող։